Նկատողություն հայտարարեց ըստ էության տեղից խոսելու կամ առանցույլտվության խոսելու համար, իսկ իրականում ես ընդհանրապես առարկում էի հետևյալ ձևակերպման ըստ էության փորձառու փաստաբանները գիտեն այս բանը, գործիքը հարցը, որը ներկայացնող հարցը այսպես կոչված կոչվում, ուղղակիորեն արգելված է եւ առավել եւս արգելված է դատարանի կողմից եւ ցանկացած այլ դատավորի կողմից, դա դատավորի վարույթից հեռացման հիմք է։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Եթե հարցադրումը լիներ, իսկ չեք կարծում, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում Ռուսաստանի գործողությունները, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում, չգիտեմ, Իսրայելի, Պարսկաստանի, Չինաստանի գործողությունները, կլիներ թույլատրելի հարց եւ կարող ենք այդ հարցին պատասխանել։ Բայց երբ որ երրորդ անգամ, ընդ որում ինչի եմ ասում երրորդ անգամ, առաջին անգամ եղել է մի քանի վարույթի սկզբում, երբ որ կրկին 3 կուսակցություն եղավ, երբ որ պարբերաբար շփոթմունք առաջանում այդ ուժերի միջև, ընդ որում որևէ հիմք չկա դրա, 3 առանձին ուժեր են, 3 առանձին դիմումներ են եւ մասնակցում են 7 ուժեր, առնվազն 6 են ներկա են դավիճում եւ նորուժ կուսակցությունը ուղղակի դիմել էր դուրս եկել եւ այս 3 անընդհատ ֆիքսել 3 ուժեր, երբ որ հնարավոր է ուժերի անվանումները ասել եւ հստակեցնել հարցերը, ինչպես մնացած բոլոր դատավորների դեպքում կամ առնվազն Արաշաթիրյանի դեպքում եւ մնացածի դեպքում ակնհայտորեն երևում է կողմնակալության կամ քաղաքական թեզերը շարունակել։ Ամենամեծ խնդիրը առաջացավ հետեւյալ կնդման հետ կապված։ Արդյոք ազդել են ընտրությունների վրա, որ Ռուսաստանը իր օգուտ ընդդիմադիրների գործողությունները կատարում։ Հիմա արդյոք ազդում է կարող է համանդրական դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալ լինել։ Այս հարցը թույլատրելի հարց է, թե ոչ։ Շատ բարձր հարց եմ տալիս։ Սեդա Սաֆարյանի կողմնակալ եւ ելքով շահագրգիռ լինելը ազդելու արդյոք գործի ելքի վրա։ Երբ որ ինձ ասեն դες ընդամենը հաշտում եմ ազդելա թե ոչ։ Իհարկե չի կարելի առաջին հաշտել, երկրորդն էլ։ Եվ հետևաբար խնդիրը ներողություն եմ խնդրում, մեր բողոքի մեջ ունենք ձևակերպումներ, եւ այդ ձևակերպումներում շատ հստակ արձանագրված են, որ օտարերկրյա պետությունները միջամտել են հայկական ընտրական գործընթացին եւ ընտրություններում ոչ թե sense տեսական գործողություններով, այլ անվանական աջակցությամբ, ոչ թե միջին մակարդակի քաղաքական պաշտոնյաների կողմից, այլ այնպիսի պաշտոնյաների կողմից, ովքեր միջազգային իրավունքի հիման վրա իրավասու են ներկայացնել պետությունը, այսինքն պետության գլուխը, նախագահան, ի պաշտոն է ներկայացնում պետությունը, վարչապետը ներկայացնում պետությունը, միջազգային կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձը, եթե ֆոն դեր Լայենը նայեն կամ որևէ այլ պաշտոնատար անձ, ներկայացնում է կազմակերպությունը եւ աջակցությունը եղել է հենց անվանական, չի եղել էլի, որ մենք եվրոպական ապագան ենք աջակցում, եղել է հենց կոնկրետ մարդու անուն ազգանունով։ Բերյանտիկին Սաֆարյանն էլ հենց ՌԴ նախագահի հայտարարել։ Իսկ ինչ է ասել ՌԴ նախագահն, ասել է Բարգավաճ Հայաստան գնացեք քվեարկեք։ Բա իրա պնդում է այդ հետ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գործողությունները, որոնք աջակցել են Սամվել Կարապետյանի մասով։ Ասել է գնացեք Սամվել Կարապետյանի քննարկեք։ Դե բա հենց էս դրա մասին եմ ասում, խնդիրը հենց դրա մասին է։ Էական հիմքեր եք տեսնում, որ քննարկվի Սեդա Սաֆարյանի Ցավոք սրտի մենք չենք դա քննարկողը, այդ հարցը պետք է այդ հարցը մենք ընդամենը փաստը մի հատ ուշադրություն հրավիրեցինք դատարանը, բայց ոչ թե 7 հոգով, այլ 9 հոգանոց կազմով, պետք է եթե դատավորներից որևէ մեկը երեք հստակեցնենք, էլի սա ինքնաբացարկ չի, երբ որ մենք բացարկ ենք հայտնում եւ այդ ժամանակ դատարանը քննարկում եւ որոշում է։ Ըստ էության դատավորի անհնարինության հարց կարող է բարձրացնել դատավորներից որևէ մեկը, կրկնում եմ 9 դատավորներից որևէ մեկը, ներառյալ ինքը դատավորը կարող ասի, չէ, ես նկատում եմ, որ ես ամեն դեպքում չեմ կարողանում ապահովել անաչառությունը, այդ դեպքում հրաժարվել։ Մենք բարձրացրել ենք խնդիր, որ այս ինստիտուտը այդ կարգավորում ինքնին հակասահմանադրական է, բայց դատարանը մեզ հետ չհամաձայնվեց եւ գործը քննում ենք դատարանի հետ որոշման լույսի ներքո եւ եթե հաշվի առնենք, որ դատարանը արձանագրել է, որ անհնարինությունը կարող է տեղի ունենալ, ներողություն։ Մենք գտնում ենք, որ հիմքերը կան, որ Սեդա Սաֆարյանի անհնարինությունը մասնակցությամբ բարձրացվի, բայց կրկնում եմ, խնդիրը ոչ թե նրանում է, որ հարցը դուրս չի գալիս կամ դուրս գալիս է, այլ նրանում է, որ Սեդա Սաֆարյանը հարցի անվան տակ կատարում է հստակ պնդումներ։ Ընդ որում, այդ նույն խնդիրը կար նախկինում, երբ որ արդեն տենց հստակ արձանագրվում էր, որ ընտրակաշառք են բաժանել եւ դա կասկածի տակ չէր դրվում, չէին ասում ենթադրյալ, չէին ասում գործեր են հարուցվել դրա մասին, ուղղակիորեն փաստն են արձանագրում, եւ ընդ որում խոսքը գնում է մասսայական, նկատի ունենալով կոնկրետ բաներ, երբ որ ես բարձրաձայնում եմ
պետական մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, որը պատրաստ եմ հիմնավորեմ եւ խնդիր չկա, եւ հիմնավորվելու է եւ այդ պատասխանատվության խնդիրը ինչ որ պահի վրա է հասնելու, միանգամից տենց ինչպես է խոսում տարբերակով։ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր արժեքը ոչ մի պետական մարմին չունի։ Այդ դուք բոլորդ եք, ես եմ եւ քաղաքացին է։ Եվ քաղաքացուն վիրավորելը, քաղաքական ուժերին, ովքեր ներկայացնում են այդ քաղաքացուն վիրավորելը շատ ավելի պարսավելի եւ շատ ավելի անթույլատրելի է, քան ցանկացած պետական մարմնի մասին գնահատական տալը։ Խնդրեմ։ Պարոն Օրբելյան, բայց ինչպես հասկացաք, որ այդ 3 ուժ ասելով մեկը Հենց աչքերս էր նայում։ կարող է տեսնել, օրինակ ինչպես պարոն Վարդանյանը կարող է տեսնել Հայաստան դաշինքի հետ շփոթում։ Նայեք, ուժերի խնդիրը հիմա եթե դարել է շփոթում, դա էլ է խնդրահարույց։ Արդեն մենք քանի օր է դատական գործընթացում ենք, ու ոնց որ թե պատասխանել են ԲՀԿ-ին ուղղված հարցերին, ներկայացրել են ԲՀԿ-ին, ԲՀԿ-ի դիրքորոշումն են ներկայացրել, այսինքն ես Հայաստան դաշինքին, եթե պարոն Վարդանյանին ինչ որտեղ կարող է փոքր շփոթում են, որովհետև 21 թվականի քվեարկության ընտրությունների ժամանակ ինքը ներկայացրել է Հայաստան դաշինքը, ես երբևէ Հայաստան դաշինքին ընտրական գործընթացներում չեմ ներկայացրել։ Հայաստան դաշինքի եւ տարբեր կուսակցությունների տարբեր անդամների, տարբեր վարույթներով ներկայացրել եմ, բայց կրկնում եմ Հայաստան դաշինքը որպես այդպեսի երբեք չեմ ներկայացրել։ Եվ այսինքն եւ վստահորդներ ունեմ, եթե տես նայենք, միասնության թևերի հետ կապված մեր վստահորդներ ունեմ, Հայաստան դաշինքի հետ կապված վստահորդներ ունեմ, ԲՀԿ-ի հետ կապված վստահորդներ ունեմ, հա մենք ես անձամբ չէ, բայց գրասենյակում ունենք ուժեղ Հայաստանի հետ կապված վստահորդներ ունեցել ենք։ Բանը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյաններ, Տիգրան Ավինյաններ ժամանակին եղել են մեր վստահորդները։ Շատ կարճ ժամանակ են եղել։ Ունենք մարդիկ, ովքեր ոչ, ունենք մարդիկ, ովքեր ունենք վստահորդներ, ովքեր ում քաղաքական պատկերացումները չենք էլ հարցրել երբեք, որովհետև հաստատանական գործունեությունը չի ընդհանրում ամենակողին պետք է ասում դու ես քվեարկելու, եթե իրան ես քվեարկելու քո գործը վերջում եմ, իրանը չէ։ Այսինքն ակնհայտորեն այստեղ տեն շփոթմունքը նույնպես թույլատրելի չի լինի, եւ նման շփոթմունքը նույնպես խնդիր է առաջացնում դատավորի անաչառության, ու էլ չասեմ, էլի այսինքն եթե 5 օր հետո շփոթում ենք, որ ուզում է տեղացին ուրիշ խնդիրներ են։ Բայց ես օրինակրոդը նախագահը հայտարարում է, ասում է լավ կլիներ, որ օրինակ Սամվել Կարապետյանը ազատության մեջ լիներ, որպեսզի կարողանա դա միջամտություն է, թե միջամտություն։ Նայեք, ձևակերպումների մասով չեմ գնահատել։ Ես կարծում եմ, որ եթե նախագահը եւ ցանկացած այլ պետության, ասինքն մասնակիցը խոսում է հավասար պայմանների մասին, դա կարող է գնահատվել։ Հիմա ինչի չեմ հստակ պատասխանում, որովհետեւ այդ հարցը առանձին չեմ վերլուծել, ինչ կոնտեքստում ատրվել, բայց դա կարող է գնահատվել ընտրությունների հավասար պայմանների ապահովման տեսակետից, որովհետև միշտ էլ միջազգային կառույցները եւ այլ, ասենք եվրոպական երկրները, ամերիկյան երկրները, տվյալ դեպքում Ռուսաստանը բարձրաձայնել են մարդու իրավունքների կոնտեքստում հավասար պայման ապահովեք ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Չեն ասում կգնաք իրան կքվեարկեք թե ոչ։ Ես շատ վիճելի է Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված գործողությունները, եթե ես ինքս ամենաբարձր մասնագետը չեմ այդ ուղղությամբ, բայց երբ որ նայում եմ մասնագիտական վերլուծությունները, ում օգտին են դրանք կատարված, դրանք ավելի շատ նպաստում են ՀԿ-ի ձայներ հավաքելուն, թե ընդհանրակը այլ քաղաքական ուժերի ձայներ հավաքելուն, շատ բարդանում է ինձ համար։ Չկա, մոտեցումները տարբեր են, կան բավականին մեծ քանակի մասնագիտական վերլուծություններ, որ Ռուսաստանի գործողությունները իրականում նպաստել են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Չեմ պնդում դա, ես կրկնում եմ, իմ մասնագիտացումը չի, որպես ես ասեմ, բայց ասում եմ կա այդ պատկերը։ Ինձ համար խնդրահարույց է բացառապես դատարանի կողմից դատավարական է վրդովմունք եղել։ Իմ հարցի բարձրաձայնումը եղել է բացառապես դատավարական։ Ես ուրեմն ներկայացություն իրականացրել եմ քրեական գործերով, քաղաքացիական գործերով, միջազգային արբիտրաժով, ինքս որպես արբիտր հանդես եմ եկել, տարբեր վարույթներով։ Ունեմ մեծ փորձառություն ակադեմիական ոլորտներում, դատարանը չեզոքություն ապահովելու պարտականություն ունի, ի պաշտոնե գործի քննության համար իհարկե կարող են հանգամանքները պարզ լինել, միանշանակ կարևոր հանգամանք է այդ հանգամանքը, բայց միևնույն ժամանակ հարցադրումները չեն կարող լինել այնպիսին, որ արդեն իսկ հաստատում են խախտման փաստը ու դրա գնահատականն են քննարկում։ Սա է խնդրահարույցը եւ դա արդեն կողմնակալության խնդիրը առաջացնում, որտեղ եղել է խախտում թե ոչ, եւ դա արդյոք որևէ առնչություն կարող է ունենալ կողմերին թե ոչ, դա է խնդիրը, որ պետք է քննարկվի։ Բայց ըստ ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից կոչել են հնչել ուղիղ քվեարկել Նիկոլ Փաշինյանը։ Միանշանակ, ոչ թե հնչել, գրվել են, Նիկոլ Փաշինյանն էլ դա վերցրել է, դա թմբկահարել է։ Ուղղակիորեն Ֆրանսիայի նախագահի կողմից եւ Թրամփի կողմից։
ուղղակիորեն, այսինքն սա ոչ թե абստրակտ բանով, հենց ուղղակիորեն, ասել է Թրամփը ընտրություններից առաջ, ասել է աջակցում եմ իմ ընկեր։ Իմ, չէ, բերեք սենց էլի, հիմա գնացեք ես ամբողջական աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, միասին կառուցելու ենք ինչ-որ ձևակերպումը հիմա դեռ տակ չի։ Դա էլ դրանից էլ ոնց որ այն կողմ պետք է լիներ, որ եթե գնաք ընտրեք, ձեզ չգիտեմ, փող եմ տալու։ Հայաստանի Հանրապետության անձանց չէ։ Սա մոտավորապես ուղղակի միջամտություն է, բայց խնդիրը դրա մեջ չի, որ ասել եմ, որտեղ միշտ էլ կարող է մի հատ օտարերկրապետություն վերցնի դա ասի։ Ինչա ինքը արել։ Ինչա ինքը արել դրանից հետո։ Ինքը ասել է, չէ, դեռ ուրախ եմ, որ պարոն Թրամփը ասեց, բայց կապ չունեմ մենք դրանից անկախ ենք։ Չէ, դա դարձվել է օրակարգի հարց։ Ինչ արել երբ որ ֆրանսիացիները դարձվել է օրակարգի հարց։ Ինչ են արել օպոզիցիոն գործիչները։ Ոչ մի բան։ Բայց կերկնում եմ, իմ խնդիրը այն չի, որ միջամտությունը որևէ տեղից լավ է, որևէ տեղից վատ։ Իսկ եթե Ռուսաստանից տեղի է ունեցել միջամտություն ընտրության արդյունքներին, կրկին պետք է անվավեր ճանաչել։ Որովհետև իմ խնդիրը հետևյալն է, պետք է լինի, ընտրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ պայմաններում, արդար հավասար ընտրական ընթացակարգերի արդյունքում պետք է կարողանա իրականացնել ընտրություն։ Եթե փաստեր կան, որ իրականում միջամտություն է եղել Ռուսաստանից, առաջին այդ հարցերը պետք է ուղղեն ոչ թե օպոզիցիոն դիմում ներկայացրած երեք ուժերին, իրենց ձևակերպումով կոնկրետ կուսակցություններին, այլ առաջինը օրինակ կարող է բարձրաձայնվել այն կուսակցություններին պատասխանողից սկսենք, պատասխանողին այդ հարցը պետք է տրվել առաջինը։ Իսկ գնահատել եք արդյոք այդ ազդեցությունները, ինչպես եք գնահատել։ Եթե մենք պատկերացնենք, որ մենք դատական վեճ ենք քննում, սա քաղաքական դեպատների բան չի, ամարտադաշ չի, սա իրավական վեճ ենք քննում։ Կա որոշում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացատրեց, ասաց ոչ մի բան հաշվի չեմ արել, ոչ մի բան հաշվի չեմ արել։ Թուղթը ստացել եմ ուղարկել եմ, թուղթը ստացել եմ ուղարկել եմ, հետ եմ ստացել, հետ եմ ուղարկել, այդ հասը։ Մաթեմատիկական հաշվարկներն են ծրագիր ունեմ, ծրագիրը չգիտեմ ոնց է հաշվում, բայց 400 թվերը գումարում ենք առնա 41, բայց ինքը 441։ Հիմա դա կպարզենք քննության ընթացքում։ Այս պայմաններում, երբ որ դատարանը փորձ է անում հարցադրումներով ոչ թե պարզել հանգամանքները, հասկանալ իրոք քաղաքացիները կարողացել են քվեարկել, ինչպես է դա գնահատել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Շատերյանն էլ ասաց, որ մաթեմատիկան տարբերվում է Վահագն Հովանեսյանի եւ մաթեմատիկայի ծեսության կարող է ինչ-որ դրական առումով լինել է։ Արդարության համար պետք է նշեմ, որ կոնկրետ այդ մի դեպքի հետ կապված պարզաբանվեց, որ Այդ վերահաշվարկ ենք արել, մաթեմատիկան փոխվել է, հետո ենք անվավեր ճանաչել, բայց մեկ ա, որ այդ փոփոխությունը էական չէ լինում, բայց խնդրահարույց է միևնույնն է, ես իմ եզրափակիչ ճառում մանրամասն ներկայացնելու եմ սխալ թվերը, որ ասում եմ ոչ մի սխալ չկա, սխալները բազմաթիվ են։ Ներկայացնելու եմ, որ մենք հաստատակամության ընթացքում այդպես չպարզեցինք, ոչ թե չպարզեցինք, այլ հաստատեցինք դրանց ազդեցությունը, չպարզեցինք ինչ ընթացակարգով են իրենք ապահովում ամբողջականությունը տվել, ինտեգրություն որպես խախտումներ չլինեն։ Այսքանը, եթե ուրիշ հարց չկա։ Վելյան մեկ հարց, ԿՊ ներկայացուցիչ քիչ առաջ հարց պատասխանի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ-ն պետք է դիտարկվի որպես քողարկված դաշինք։ Այդ հայտարարությանը ինչպես կանժադառնա։ Մենք միշտ մի հատ տեսակետից ենք նայում, ընտրական օրենսգիրքը ինքը մի կետի մասով չի, ընտրական օրենսգիրքը կարգավորում է հարաբերությունները ժամանակի մեջ ու երկար։ Ամենաֆունդամենտալ տարբերությունը ասեմ, բոլորը կպատկերացնենք։ Ցանկացած քաղաքական ուժ, ով հավաքում է 2%-ից ավել, այդ թվում նաև երբ որ ասում է պարզապես ստանում է ֆինանսավորում։ Երբ որ դաշինքն է անցնում, դաշինքի բոլոր կուսակցություններն են ստանում։ Եթե մի կուսակցություն է անցնում, այդ մի կուսակցությունն է միայն ստանում։ Ամենապարզ տարբերությունն եմ ուզում ներկայացնել։ Երկրորդը նշեց չէ ներկայացուցիչ, որ առաջ օրենքում գրած էր, որ պետք է լինի անկուսակցական, հիմա նշված չի անկուսակցական։ Լավ է, օրենքը վերջին անգամ փոխել են 2 ամիս առաջ։ Եթե փոխել ժամանակն ու 2 չէ, մի քիչ արդեն 3 հատ դրանից առաջ են փոխել դրանից առաջ։ Եթե խնդիր կար փոխելու, որ պետք է անկուսակցական լինեն, կարեն փոխեն։ Եթե գրված չի անկուսակցական, հենց այդ տրամաբանությամբ է գրված, որ կան տարբեր մարդիկ, ովքեր ինչ որ այլ կուսակցության անդամ են, փոքր կուսակցության անդամ են, բայց ցանկանում են մասնակցեն առանց իրենց կուսակցությունը առաջ տանելու։ Լավ, որևէ մեկը թիմա կարող է ասի, որ ԲՀԿ-ի ընտրաշավի ժամանակ դեմոկրատական այլընտրանք չէ, ոնց որ իրենց անընդհատ գրել են դեմոկրատական այլընտրանք կուսակցության, չէ, ԲՀԿ-ի ցուցակի համապատասխան անդամ Սուրեն։ Այնտեղ ինչ որ մի հատ բացի Մայր Հայաստանից մի հատ էլ ասեցին, չորրորդն էլ, բանը
Մարտուն Գրիգորյան հստակ պատիվ ունեմ իմ Մարտուն Գրիգորյան, չէ ԲՀԿ ցուցակի համապատասխանումը։ Նույնիսկ Անդրանիկ Թևանյանի դեպքում մենք երբ որ ներկայացնում ենք, չենք ասում Հայ Հայաստան կուսակցության առաջնորդ, ենք ասում երկրորդ համար ԲՀԿ-ի։ Եվ սա է խնդիրը, եթե անձը հասկանում է, որ իր կուսակցությունը դեռևս չունի այն մեծությունը, որպեսզի մասնակցի համապետական ընտրություններին, եւ որոշում է, որ այո, ես պատրաստ եմ մտնեմ այլ կուսակցության ցուցակ։ Դաշինքի ժամանակ այդ իմ եսը կա, իմ կուսակցությունն է, իմ կուսակցությունը մնաց անունով։ Այստեղ չէ, իմ կուսակցությունը չի, ես ընդհանուր ցուցակի անդամ եմ, հետեւաբար գործող օրենսդրության շրջանակներում որևէ խնդիր չեմ տեսնում։ Մի քայլ էլ առաջ գնամ, եթե համանդրական դատարանը իմ նշած դեպքում հակասահմանադրական հակասահմանադրական ճանաչելով կամ սահմանադրական գնահատական տալով հնարավորություն ունի ըստ էության բան անել, արդյունքները փոխել, եթե մնացած հարցերին չանդրադառնալ, մեր վերած արգումենտով, ապա սահմանադրական դատարանը ընտրական ձևակերպումը, ինչպես է դաշինքը հաշվում, հակասահմանադրական ճանաչելու դեպքում չի կարողանալու հետադարձ ուժի այնպիսի կարգավորում տա, որ ԲՀԿ-ն զրկվի։ Դա ըստ էության հետագայում, եթե օրենսդիրը կցանկանա փոխել այդ կարգավորումները եւ կփոխի, բայց մի քիչ էլ առաջ գնանք, լրիվ անտրամաբանական է, ինչի պետք է դաշինքը 8% լինի, ինչ որ մեկը 4%։ Ժողովուրդը եթե քաղաքական ուժին, քաղաքական օրակարգին քվեարկում են, ընդհանրապես տրամաբանական է, որ նույն տոկոսը լինի 4% կամ 3% կամ 2%, որպեսզի պարլամենտը ապահովի բազմազանություն, խնդիրը ուրիշ տեղ է, մենակ շատության մեջ չի։ Ինչքան անցումային շեմը փոքր է լինում, այնքան ստացած քվեների եւ պարլամենտում ստացած մանդատների տոկոսների տարբերությունն է փոքր լինում։ Հիմա ԿՊ-ն ստացել է 50%-ից ցածր քվե, ԲՀԿ-ն չանցնելու դեպքում 66 մոտավորապես, թե 60% մոտավորապես ստանում, այսինքն մոտավորապես 10%-ով աճում, ԲՀԿ-ն անցնելու դեպքում 57 թե 50, այսինքն 7 կամ 8%-ով։ Ինչքան շատ ուժ են անցնում, այնքան վերջնական պարլամենտ անցած ուժերը շատ ավելի մոտիկ են իրական ստացած ձայների քանակին։ Պարոն Օպելյան, Անդրանիկ Թևանյանին գիտեք, երբ ԲՀԿ-ն ներկայացրեց Մայր Հայաստանի առաջնորդ, երբ որ հայտնի դարձավ նրա մեղադրանքի մասին։ Դերեք սենց ասենք, էլի, խնդիրը հետևյալն է, որպես վարչապետի թեկնածու կասեմ, թե առաջնորդ կասեմ, թե ինչ կասեմ, դա բան չէր, որովհետև ԲՀԿ-ն շատ հստակ բարձրաձայնել է, ասել է, ես ունեմ իմ թեկնածուն, եւ պարոն Ծառուկյան ասել է, ես չեմ, ինքը չի։ Հիմա 3-4 թեկնածուներ, որոնց մասին այդպես է բան չկա, հիմա Անդրանիկ Թևանյանի խնդիրը առաջնորդ լինել չլինելու մեջ չի միայն, այդ հանգամանք այլ հանգամանքավորը քննարկման առարկա կդառնա կամ այս գործի, կամ այդ գործերի, որտեղ մենք այստեղ միջնորդություններ ունենք դրա հետ կապված, ուղղակի ենթադրում եմ, որ դա դեռ այդ մասը տրամաբանական լինելու, որովհետև ես դատական նիստում մանրամասն ներկայացրեցի, որ ինչպես եղավ այդ օպերացիան պետական գաղտնիքը վաճառելը, հետո ստացվեց պետական գաղտնիք չի։ Այդ որ վաճառելին հենց չենք ասել, որ պարզվի որ չի վաճառել, հետո շեր կգնան կպարզվի որ դա վաճառություն էլ չի, բայց այս պահին արդեն իսկ առաջադրված մեղադրանքում խոսվում է ոչ թե պետական գաղտնիք փոխանցելու, այլ տեղեկատվություն փոխանցելու մասին։ Այդ այլը ինչա մի հաղթրեք ընտրական գրված ուղղակի այլ տեղեկատվություն, որը ենթադրվում է պետական գաղտնիք չի, այսինքն ցանկացած այլ տեղեկատվություն։ Հիմա մեր խնդիրը հետևյալի մեջ է, կա քաղաքական ուժ, պայմանական Մայր Հայաստան, որը համաձայնվել է, որ իր անունը չլինի այդ ցուցակում։ Հիմա պայմանական կանցնեն 4%-ը, չեն կանցնի 4%-ը, ԲՀԿ-ն արդեն ստանալու է ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումից իրեն բաժին չի հասնելու ոչ մի բան, որովհետև ինքը չի այն ուժը, որը մասնակցում է, օրինակ միասնության թևերը հավաքել է 2%, հավաքել ստանալու է համապատասխան ֆինանսավորում, եթե համավերջ չճանաչվի այդ, եւ արդյունքում ինքը հաջորդ ընտրությունների, մինչեւ հաջորդ ընտրություններ հնարավորություն ունի ուժեղացնել հնարավորությունները, նույնը վերաբերվում է երբ կուսակցություններ են անցել շնորհապետական, այսինքն երկուսով կարողանալու են այդ ֆինանսավորումը ստանալ, մեծ չի, որտեղ թիվը փոքր չի, ամեն քաղաքացու քվեի հաշվով 1000 դրամ տարեկան, այսինքն 30 միլիոն, որը փոքր գումար չի, բայց այնքան էլ մեծ չի, որ շատ ակտիվ, բայց ապահովում է կուսակցության այդպես մինիմալ ծախսերը, գրասենյակային ծախսերը, որ հնարավոր լինի ապահովել